39 անձի անունով խաբեությամբ օնլայն վարկեր ձևակերպողը դատապարտվեց։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով համակարգչի միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած մեղադրյալի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Մեղադրյալը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման, այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մեղադրյալը 2021-2022 թվականների ընթացքում 39 քաղաքացիների մոլորեցնելով նրանց Իդրամ հավելվածներին հասանելիություն ստանալու, տրամապանակում առկա գումարը տնօրինելու, հավելվածի միջոցով օնլայն վարկ ձակերպելու միջոցով հափշտակել է 39.803.000 դրամ։ Ընդգծենք, որ այն դեպքերում, երբ հափշտակվել է հավելվածում առկա գումարը, տուժող է ճանաչվել քաղաքացին։ Օնլայն վարկեր ձակերպելու դեպքում տուժող է ճանաչվել բանկը, ասվում է հաղորդագրությունում։ Մեղադրյալը 2021-2022 թվականների ընթացքում 39 քաղաքացիների մոլորեցնելով նրանց Իդրամ հավելվածներին հասանելիություն ստանալու, տրամապանակում առկա գումարը տնօրինելու, հավելվածի միջոցով օնլայն վարկ ձակերպելու միջոցով հափշտակել է 39.803.000 դրամ։ Ընդգծենք, որ այն դեպքերում, երբ հափշտակվել է հավելվածում առկա գումարը, տուժող է ճանաչվել քաղաքացին։ Օնլայն վարկեր ձակերպելու դեպքում տուժող է ճանաչվել բանկը, ասվում է հաղորդագրությունում։